Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Այն որ ամառը արևը կամանց բարձրաներ, այս աշունքարով շատ եկին աբրծրանում։ Ըտենա ծագում, հենց հետ մասիցը, մի քիչ ներքևից։ Մեզ մոդիկացելա, որ տքացնե սաղիսել։ Այդ փլքի դոշի գադուկնա։ Այդ սարերյանումնին դե միշտ ասել եմ, հմի թվարկեմ ոչ։ Ով վլոգս մինչև վերջ մտի կարել երեք, այդ հասկացակ, որ տաթևս անակնկալ եկավ։ Դրանից եթե կարացի ոչ էլ զրից անեմ ձեր հետ, այդ տաթևովս էլա։ Շատ ուրախ եմ սիրելի հետևորդներ ջան։ Էլի լավ առիթ ունենք նշելու, չգիտեմ, ոնց կստացվի, եթե պահը հարմար լինի, մի քիչ էլ այդ մասով կմիանամ ձեզ, չեմ խոստանում էլի, քանի որ իմ տանը չի այդ առիթը, բարեկամիս տանն է։ Ճուտերիս հավերիս կերակրել եմ, բաղ չես սիրուն, այս ռավդադուսե կածրեկնակի հետ շղշողին ատալի։ Լատենակ ճուտերն իչ բանի են, հանգիստ են։ Հանգիստ արևագունե են անում, այս մի կրնուցը հավեր ներևում չեն, այս թե դա սրանք էլ հանգիստ են, եթե կուշտ չեն ելում, գիտեք էլ են ոնց են, գլուխը ստենալն ու հադաղ, իրանց սխատելով դպային ձեն գալի։ Դե գնամ տուն մի բաժակ կոֆե եմ ձեր հետ խմեմ, տաթևս դեռ քնած է։ Ուշ քնեցինք, ինքն էլ դե երկար ճամփա է եկել։ Այս հերթիր ավտովը չի եկել, սիրելի հետևորդներ ջան, այս կյանքում, այս թվումը պետք անենք ապրինք, որ ամեն բան կազմակերպված անենք, ինչ որտեղ հաշվարկած անենք, այս բարի ռավդահետ սաղիտ իմ բարի խորհուրդը, մի քիչ էլ խնայողաբար վերաբերվինք մեր ամեն ինչին, դե Երևանը աստի 200 կիլոմետր ավել ճամփա է գալի, հետո հենց որ հարմար պահալում, իր ավտոն թողում է պահով, հետո գալիս է սիրելիներս։ Մեր խեչի դոշը, մեր սուպ սարքիս մատուրը, այս բարի լիսի հետ, սաղիս էլ հրահասելի։ Լիմոնիս ծառը դուս եմ վերել բալկոնումն եմ դրել, քանի որ տաք հաշունք է անում, քշերնին էլ մառոշ չի անում։ Լիմոնը ճիշտ է արևադարձային ծառա, բայց մի քիչ ցրտին դիմանում է, համել այսքան տարի սվորցրել եմ իրան, ինձ եմ ենթարկել էլի, բույսը որ բույս է, էդ էլ կարանք մեզ ենթարկենք, քիչ-քիչ սվորցնենք այդ տաքուհով եղանակներին, դե գնանք տուն։ Ասել մեր գեղացանց, ղոչաղ, հասցրել եմ լվացքսել եմ փռել, գայլի ասել, այդ մի բանը պրծել եմ։ Դե գիտեք էլի, որ արմունգով դուրը համ կարում եմ բացանեմ, համ էլ կարում եմ փակեմ սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ կոֆեն ստիտ իմ խմել, որ տաթևից հանգիստը չխանգարեմ, Ես էլ հետս բերել եմ, երեք որ տաթևս եկավ, այդ որ ասում եմ անակնկալ, այդ անակնկալ է ձեր համար էր, թե ես գիտեի, որ գալդի, ուղղակի չգիտեի, թե որ ժամին տուն կմտնի, ու հենց այդ պահը համընկավ իմ վլոգի այդ զրույցին, որ միացել էի ձեզ, ու շատ հետաքրքիր ստացվել, չէ, բոլորիս համար, կակալու չամիջել եմ հանել, սիրելի հետևորդներ ջան, Հել եմ իստի, որ կոֆես սիրուն վայել եմ, այս կանաչիները բանը սարնարան չեմ դրել բարի պամիդորը, մի հատ կոֆես դնեմ էպվելու, հետո էդ էլ կկարգավորեմ, բաժակս նախապես ստի տեղավորել եմ, քանի որ, այ սուր ես գնում, բաժակս էլ նախապես ստի տեղավորել էի, որ շատ գնամ ոչ կամ էլի, հետ առաջ կոֆեն դիկալա, Հմի ջուրն եմ վիրունում, այս կոֆեի գտալը, այս էլ կոֆես, հմի ջուր էլ էցնեմ։ Եղանակը տքացել է, ճիշտ արիգունը ցուրտ տալում, ուզում ենք, որ տունը տաքլի, բայց հենց արևը դուրս է գալի, արդեն ցուրտը կորչում է։
Մենակ շվակ տեղերն է ցույց տալում, այդտեղ դեգնում ենք արև կող ենք անում, որից որ հարմար է, աշխունքվա արևը վայելում ենք դռներին։ Համի մինչև կոֆես կեքի ուզում եմ սիմինդել եփեմ, բաղինձը բերեմ, ստի եմ դրել, մոտիկացրել եմ այն մի կրնիցնից, հետո մաքրեմ, բայց այս մի հատ ստի դնեմ, որ չխնգարի, այս բերել էի կողնումն էի դրել, դե քանի որ գազի պեչը որ միացնում եմ, եթե պետք անում կողնու դուրը բաց եմ անում, եթե պետք չի լոք հագում եմ, բայց ես քանի որ մազերը շաղ չնցնի, մի հատ տոպրակ բերեմ, մի անգամից տոպրակի միջին էր էլի, սեհենից միջին է տղամ, որ էդ վերնգած այս իրա մազմզիկնին սկշով չտարացվի, այս էսը բարակ բան է էլի, թրջում ացերնուցս էդ ելալում, շատ լավն է, մի քանի հատ էս իրա մազերիցնել, որ այս թելիկներից, որ հետը գնում է, ոչ մի բանի չի խանգարում, մի հատ էլ բերեմ, սիրել է հետևորդներ ջան, այս էլ կլի լավը, ես վստահ եմ, քանի որ ընդհանրապես սեքրանով զբաղվող մարդիկ գիտեն էլի իրանց բերքը ետին քաղել, որ սաղին էլ օգտար կարելի։ Ամենալավ ուտելու գաղտնա, փափուկ, հոմով, օգտակար։ Սեղանի կանին դնեմ պոչը պոկնեմ, պինդավը գիտեք։ Օպա, ես էլ ես։ Կոֆեի ջուրը ստիլիք կարս գրեցնեմ։ Ես էլ եմ շատ սիրում սիմինտա, թեղսել, երկու հատը հելիքա, որ կարինանք ուրիշ համոն բաներ էլ վայել ենք էլ, իսիրել է հետևորդներ ջան։ Ես էլ արդեն տոպրակումը հեշտու հանդիս հենը գդինեմ, ստիան ես վարում պամիդոր վիրնեմ, կաչկս էլ կոֆեումնա, որ կավո չելի գազի վրա թապվի։ Գիտեք չէ, ինչքան մտիկ ենք անում, մնել հոպ, գալիս ալու, ըլչում է, որ կամանց եմ խոսում, դաթերից չխանգարեմ էլի, շատ բարձր չխոսիմ, սիրելի հետևորդներ ջան, իսկ կտան իմ սառնարան, արդեն, ճիշտ աստի կողնի սառնա, բայց սառնանը կդնեմ, կանաչիներն էլ սրա կրխիներ եմ էլի մի հետուց, ես էլ կտան իմ սառնարան, քանի որ դրանով մի քիչ ուշտի զբաղվի, հետո հենց որ կոֆես կխմեմ, արդեն ռեհանովը կզբաղվեմ, ամենակարևորը այս պահին ռեհանն է, համ կոֆեն կխմեմ, համ էլ ես թերահան կանեմ, աստի չի խանգարում, կոֆեի տաքը, սիմինդի տաքը, այդքան էլ չի խանգարում, ես ասի գազնան ճապվել է, կոֆես էսա կեփի, հետո արդեն ստի կնստին կվայելեմ ռեհաննել, թերահան կանեմ, ջան, արի, մեղուներիս այդ պետականոցում լավ արևը ընգել է, շատ լավ եղանակ է, որ դա թևս գալիս է հետո եղանակ արևային ալում, Էնքան ինձ լավ եմ զգում, որ Քրիստոս կա, դրա նկարին անստի, գնա բաղջումը պտիտ կա, մանավանդ որ մի արդեն տեղել եք էլի, ծառերս ինչքան են սիրունացել, այս եփեց արդեն, մի հատ սենց պտտեմ, այդ խշտշոցը կտրվի, որ լցնելիս այդ իր այդ կաթիլին չտարացվի, Տես աղցիկը մոտեցրի, սրել է հետևորդներ ջան, որ ձեզ էլ հավեսի բերեմ։ Առավոտները, որ շուտ վեր ենք կենում, ամեն գործնանում ենք, հետո հենց հերթը մեզ է հասնում, մի քիչ տրտնջում ենք, չէ, բայց թե դրամա ես էլ հավեսի եմ բերում,
Համել մոտիկից ուզում էի ցույց տամ, թե ինչ ընտիր կակալ եմ առել, այ սենց խոշոր, բոլորը սենց է, սիրելի հետևորդներ ջան, շատ պատահական, որ փշուր ա եղել, մեծամասամբ այս ձևով է։ Ըստ իմ նստածկով ես, որ սկսեցի խմելը, աչքովս ընկավ այս վարում պամիդորն ու կանաչին։ Հետո չկարացի էլի հանգիստ կենամ, այս տանիմ սառնարան դե գիտեք, Պետրուշկեն շուտ ա դեղնվում, բայց սառնարանում կարա էլի դիմանա, ոնց տենում եք ստի կարմիր բիբարը փռած ա, բայց չգիտեմ էլի սոր կարամ սրանով զբաղվեմ թե չէ, քանի որ տաթևով սեմ զբաղվելու, հետո հյուր ենք գնալու, սիրելի հետևորդներ ջան։ Ջանա։ Շատ լավ տաթևս էլ արթնացել ու կմյանա իմ կոֆեին, արագ իմ կոֆեն խմեմ, որ իրա հետ նորից խմեմ, թենց էլ ալում չէ, սիրելի հետևորդներ ջան, ես էլ ես մի կողմ արդեն, սենին էլ արդեն էպ խմամ, ես իմ պատրաստությունները տենամ, քանի որ Սիմինդի անուշ բույրը տարածվել է, նշանակում է եփվել է, սիրելի հետևորդներ ջան։ Ու արդեն հանեմ։ Երկու հատ էի մաքրել, բայց ավելացրել եմ, մեկնել եմ մաքրել ու տեղավորել այստեղ, 3 հատ Սիմինդում եփել։ Մայրու աղջիկ կվայել են։ Ու մեր կարոտը կհանենք մեր լավ զրույցներով, հին հիշողություններով։ Ու մեզ լավ կզգանք։ Մենը ձեզ եմ ցանկանում, սիրելի հետևորդներ ջան, որ ձեր երեխաների հետ ձեզ լավ զգաք։ Այս եփված ջուրն էլ սառելուց հետո իմ ծաղիկները ջրելու եմ։ Շատ բարձր արժեք ունի Սիմինդի եփված ջուրը սառելուց հետո քիչ-քիչ մեր ծաղիկներին սնունդ ենք տալիս։ Դե ես գնամ վայելելու։ Մի որոշ ժամանակ անցել, սիրելի հետևորդներ ջան, որոշել եմ մամայավարի հաց սարքեմ, 4 հատ միջին չափի կարտոշկա եմ մաքրել, դե մնացածն էլ արևկողին փռել եմ դրսում, այս էլ տաթևս էր բերել, ֆալաֆելա, որը պետքա բուսայուղի մեջ կարմրացնեմ, սառնարանում դեռևս ճուտիկի այն համով ճաշից ունեի, բացեմ, Այս ճաշը չի հնանում, սիրելի հետևորդներ ջան, թևիկ կա դեռ, ու մի հատ տոտիկը, ոնց սիրում եք ասել, բդի հատվածը, ես էլ կտաքացնեմ, ու արդեն անցնեմ այս ամեն ինչը պատրաստելը։ Այս թավան ժարի տանելու համար միացնեմ տաքանա, Իսկ ֆալաֆելը սրա մեջ եմ ուզում արմրացնել, քանի որ բուսայուղը մի քիչ շատ եմ լցնելու, որ լավ կարմրի։ Շտապ եմ լցնել։ Այս կողմը, չգիտեմ, մի տեսակ էլի խախտվել, երբեմն հենց այս կողմը այդ վիճակն անգամ։ Մի քիչ շատ եմ լցնելու, այս պղինձ ընտրեցի, սիրելի հետևորդներ ջան, որ ավելի հավաք լի ու իմ ուզածը ստանամ։ Չայնիկը ստեղից կարող եմ վերցնել ու արդեն կարտոշկին։ Շատ ընտիր կարտոշկայա, դեղին տեսակն է, ահա սիրելի հետևորդներ ջան, ու իր մեջ սև գծեր չունի։ Այդ սև գծերը հիմնականում հենց պարարտանյութի հետքերն են, շատերն են ասում, ես հենց վստահ համոզված չեմ, բայց հասկացող մարդիկ կան, ասում են, որ այդ սև գծերը, որ կարտոշկի մեջ լինում է, դրանք պարարտանյութի հետքերն են։
ստեղ լրի մաքրությունը, պլպլում իմ առած, կարտաշկեն, ասում եմ էլի, այդ գրան կեղերի ֆողերը սևաֆողել են ու լավ բերք է լինում։ Նույն ձևով շարունակեմ ու արդեն սեղան կպատրաստեմ, տաթևս այս պահին իրագործերով ազբաղված, հետո դե ճիշտ ասել եմ, որ պետք է հյուր գնանք, առիթի ենք, բայց ամեն դեպքում բոլորս էլ մի հատ հայավարի, ասում ենք մի հատ տանը մի պատառան ենք, նոր գնանք։ Մենք միշտ այդ բնավորությունն ունենք, թեկուզ հարսանի կնունք, ծնունք, որ գնում ենք, ամեն դեպքում տանը մի պատառ ենք անում։ Ամենաճիշտ բանն եմ համարում դա, սիրելի հետևորդներ ջան, որ մարդ իր տնից կուշտ է դուրս գալի։ Ինչքան կտրում եմ, այս խոշորները մեջը մաքուր է, սև գծերը չկա, սրանից էլ ավելի խոշորները կա, այն էլ որ կտրեմ, ցույց կտամ ու կհամոզվենք։ Հիշեցնեմ, որ այս կարտոշկեն Կողես գյուղի կարտոշկեն է, սիրելի հետևորդներ ջան, մի հատ փորձեմ, տժտժումը, արդեն կարամ շարեմ, քանի որ երկար եմ կարտոշկեն կտրել, սեն շերտերով, ուզում եմ, որ իմ առած շարիքը լավն է, չնայած որ ես էլ, տաթևս էլ, փոխնում կարտոշկի ժարիքի կողմնակից ենք։ 4 հատ եմ ընտրել, բայց որ կտրում ենք շատանում է, դե գիտեք, որ թենց է։ Ես էլ ամեծ ու վստահ եմ, որ մեջը մաքուր է։ Այն էլ արդեն կականա, որ կարմրացնեմ ֆալաֆելները, կարծում եմ ձեզ ծանոթ կլինի։ Ես ինքս չեմ պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, այդ իմ տաթևի սիրելի ուտելիքն է։ Ու արդեն էներգի լցնեմ, հենց որ շտապում եմ, արդեն շարժումները միևից ձեր վրա չէ լինում։ Շատ լավ է։ Դա տոկրատից հանեմ արդեն։ Ու շարեմ։ Ջան, շատ ճիշտ ընտրություն արեցի, որ ես կացայի մեջ եմ ուզում կարմրացնեմ։ Որ տեղավորվի լավ տենի, դե մենք էլ մամաները, ասենք, որ մի բան են պատրաստում, ինչքան էլ տաք է լինում, ես մի կողմ բերեմ, որ լավ տեսնեք, մեր ձեռքը հանգիստ մտցնում ենք տվյալ տեղը, առանց մտածելու, որ բա մեր ձեռքերը կվառենք։ Լրիվ տեղավորվեց, շատ լավ է։ Մի հատ սենց ընկերություն։ Մի հատ փակ եմ մի քանի րոպեով, որ մեսը լավ երդվի ու շարունակեմ այս երկու կարտոշկեներն ամրացնել, այս էլ մի քիչ իջացնեմ։ Քանի որ ստեղ այս տոճկեն մի քիչ էնչի, զգուշ անվարվում, չէ իջեցնեմ, թող մարման կրակի վրա երդվի, որից հետո կկարմրացնեմ։ Ես էլ արդեն անմիջապես կարամ ստեղծնեմ։ Ընդհանրապես սիրելի ջան, շատ է ասվում, որ երբ որ մեր ձեռքերը կպչում է մեր պատրաստած սնունդին, այսինքն առանց ձեռնոցի, այդ սնունդը ավելի համով է լինում ու դա ապացուցված է հենց ժողովրդի կողմից, ոչ գիտնականների, ասեմ, որ ժողովուրդը հենց ինքը գիտնական է ամեն հարցով, քանի որ ժողովրդի փորձը շատ է, շատ փորձ ունի ժողովուրդը, որը երբեք չի սխալվում։ Ասած, հավեսով, ես էլ կտեմ,
Քանի որ իմ մեծ ֆալաֆելի կացան, որ կարմրի թափանցի կա, ապա կացարա, սիրելի հետևորդներ ջան, շատ հեշտ ու հանգից ես կարամ սենց դրսից հետևեմ, հենց որ տակի մասը կարմրի, այդ ընթացքում է միջուկը կերևվի ու կշրջեմ հաջորդ կողմը կկարմրի։ Շուրջս հավաքեմ ու այդ գործերը շարունակություն տամ։ Ուզեցի մոտեցնել տեսախցիկը, սիրելի հետևորդներ ջան, ինչքան սիրունա, չէ։ Գիտեք, միշտ ասել եմ, թափանցիկ ամանեղենը, թափանցիկ սպասքը շատ եմ հավանում ու կարմրում արդեն։ Ներքևից սկսել է կարմրել, շուրջ բոլոր, ահա։ Դե կարտոշկի ժամիկներ ստեղ դժդժում եմ։ Իհատ անձեռացիկ փոքր պատրաստել, ես էլ վերջացավ, հանեմ մյուսը կտեղավորեմ արդեն, բայց ոչ ես պահենք, մեկը այստեղ 3 հատում եմ, 3 շերտով, ջուկիկ ու ճաշներ մի քիչ տաքացնել, որ այստեղ կարողանամ շարժը ձևանել։ Ու հիմա ես պետք է վերցնեմ, որ այս ջրի կաթիլները չթափվի լուսավորի մեջ, շատ արագ։ Ահա։ Այդքան։ Ահա լինել ջուրը հավաքել ու շրջում եմ, պտտում եմ, զգուշորեն, քանի որ շատ նուրբ է, քանի որ դեռ ինքը թույլ տեսքով է, շատ չեմ ուզում կպչել, մի քիչ ինքը վերերի հատվածներ կպնդվի ու նոր կպտտեմ, մի քիչ է հանքերեմ։ Ես նկատեցի, որ սրանով հարմար չի վերցնել պտտելը ու երկու հատ պատառաքաղ եմ վերցրել, երկու պատառաքաղով որ աշխատում ենք, ավելի հեշտ է լինում։ Շատ լավ է, ընտիրություն է։ Շարիկը դեռ խառնելու ժամանակը չի։ Այդ էլ կափարիչի թափանցիկ տեսքից նայում եմ արդեն։ Ուզում եմ մեծ հանել, որ չփրվի հանկարծ։ Այսինքն, հավիսով։ Մնաց մեկը, այդ մեկն էլ եթե հաջողությունով պտտեցի, ես ինձ կասեմ բրավո, տափերս դուրս է եկել, դրսի արևն է վայելում, դրսի ծաղիկները, մեղվանոցը ու սիրուն աշնան այգում։ Եվ այսպես բոլոր հաջողությունով պտտեցի, հիմա կսպասեմ, մյուս երեսն էլ կկարվելու կվերցնեմ։ Այստեղ դեռ ժամանակը չի, ուզում եմ լավ երդվի ու նոր արդեն աղկցանելու դա էլ կխառնեմ, ընտիրություն։ Ահն եմ մոտեցնում, քանի որ արդեն այս էլ է ժամանակը նայելու։ Ու արդեն մի հատ պոչը պտտեմ ու ես էլ խաղում։ Տակի մասը ընտիր կարմրել է ու արդեն ես մի մասն էլ կկարմրի ու պատրաստ կլինի, չեմ ուզում ջարդել, ուզում եմ սենց երկար երկար թողնել։ Ես կոմ քաշեմ, կարմիրները վերև։ Շարիկը կարող ենք տարբեր ձևով ստանալ, թե ջարդենք, փշրենք, թե սենց ամբողջական թողնենք, թե կիսայև թողնենք, թե շատ և պաս թողնենք։ Ֆալաֆելները արդեն կարմրել է, անջատեմ ու արդեն վերցնեմ։
Շատ լավ է։ Խրթխրթան։ Մի հատ պտրտեմ սենց, մի քիչ կպել եմ իրարից, մի քիչ նեղված քեր տեղը, բայց ամեն դեպքում ստացվել է կարմրացնելը։ Ջան, այս սենց։ Որից հետո արդեն սեղանը կսարքեմ իր ամեն ինչով։ Պարունգ պամիդոր, պանիր, կանաչեղեն։ Կմնա ինձ ճուտիկի ճաշը տաքացնեմ, սա վերցնեմ ու այստեղ կտաքացնեմ։ Այսինց, խրթխրթիկները։ Ընտիր։ Երկու հատնա մի քիչ բացվել, էսա հիմա նրանք էլ որ կարմր են կհավաքվեն։ Այսենց հավիսով։ Ֆալաֆելները պատրաստ են, մի քիչ համ եմ մանրացնում, համեմի իմ միջուկային մասերն են, ձեռքով էլ կարամ սենց խոշոր կտորների բաժանել, սիրունացնել, ու ես էլ այսենց տարածել կողքերով, արանքներով։ Այս մեկը պատրաստ է։ Հետո արդեն ճաշն եմ տաքացնելու։ Շարիկն էլ գրեթե պատրաստ է։ Ահա, խնդրեմ սիրելի հետևորդներ ջան։ Ու անցնում սեղանը պատրաստելուն։ Մեր հացը կվայել ենք և մեր օրը լավ կշարունակենք։ Նույնը ցանկանում եմ ձեզ, սիրելիներս։ Չեմ մոռանում նաև կամպոտի մասին, հանդի մոշնա, սիրելի հետևորդներ ջան։ Մի հատ սրա գույնը տեսեք էլի։ Համն էլ խմողը գիտի, ուզում եմ, որ դուք էլ ամեն ինչի համը իմանաք, ճաշակեք, անձեռոցիկը քանի որ վերջացել էր խոհանոցային, ես էլ իր տեղում, ու բացում եմ կամպոտը։ Ճիշտ է դեռ ձինն եկել չի, բայց մենք մեր կամպոտը բացարինք, այս առաջի կամպոտն է, դա թևիս գալու համար արժե, որ ամեն ինչ էլ անեմ։ Այսենց, հավիսով։ Չեմ մոռանում պռունգը սրբելու մասին։ Այսենց։ Բանկան ինքը մաքուր է, նախապես սրբել էի։ Եվ այստեղ եմ լցնելու։ Երբ որ սիրունամաններից ենք օգտվում, ավելի հաճելի է լինում։ Մեռոն։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ինչքան սիրուն է նայվում և բոլորս էլ հավեսով ենք վայելում։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հյուր գնացինք Տաթևի հետ, մեզ լավ զգացինք, սակայն չհարմարվեց, որ որևէ մի կադրով ձեզ միանալ։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ հարգվեցինք, հյուրասիրվեցինք, եկել ենք տուն, Տաթևին ճանապարհել եմ արդեն, իրեն բարի ճանապարհ, ու անմիջապես անցել եմ Ռեհանը մաքրելուն։ Այսքանը առանց ձեզ եմ մաքրել, քանի որ մտածում էի, որ կփչանա այս լավ բանը, բայց արի ուտես, որ լավ էլ մնացել է, ահա, մնացել է մեկ հատ, այստեղ է, ճիշտ է, թեթևակի ինքը թոռոմել է, բայց լավ վիճակում է, ու հիմնականում ասեմ ինչից է, որ այսքան լավ է դիմացել, հիմա համ տերևները պոկեմ, համ էլ զրուցեմ, վլոգիս համուհոտ տալով, այս Ռեհանի բույրով, այս բույրը ձեզ եմ փոխանցում, սիրելի հետևորդներ ջան, Ռեհանը կանաչիների թագուհին է, բոլորի սիրելի կանաչու տեսակն է, և գրեթե բոլորս էլ
սիրում ենք օգտագործել թե թարմ վիճակում եւ թե չորացրած վիճակում, թեյերի մեջ, նույնիսկ կոմպոտների մեջ ենք օգտագործում, չնայած ես միայն ճաշերի մեջ եւ սալաթների մեջ եմ օգտագործում։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, օգտակար հատկությունների մասին շատ-շատերդ գիտեք, մրսածության համար, ջերմիջեցնող է եւ նմանատիպ լիքը օգտակար հատկություններով լեցուն։ Հիմա, քանի որ ես միայն օգտագործում եմ ճաշերի մեջ, չորացնում եմ, որի համար այսպես տերևները պոկելուց հետո պետք է լավ լվամ մի քանի ջուր հոսող ջրի տակ, ապա ցամքոցում չորացնեմ ու ըստ իր կանոնների շարունակություն տամ, որպեսզի ստանամ իմ ուզածը չոր, մաքուր ռեհան ձմռան օգտագործելու համար ու նաև երբեմն էլ ամռան ճաշերի մեջ ենք օգտագործում եւ ամռանն էլ ենք ձմռան բույրը զգում, քանի որ սա այն կանաչին է, երբ որ չորացնում ենք, իսկապես ինքը, եթե ամռանն ենք օգտագործում, ձմռան շունչ ու բույր է մեզ հաղորդում, ասեք, որ կա այդպիսի բան։ Հիմա, քանի որ նաև տրամադրությունը շատ բարձր է, թեպետև չկարողացա իմ հյուր եղած տեղից որևէ ձևով ձեզ միանալ եւ այնտեղից կիսել իմ ուրախության չափը, ամեն դեպքում ուշ չէ եւ հիմա եմ ձեզ հետ իմ ուրախությունը կիսում, լավ ժամանակ անցկացրի սիրելի հետևորդներ ջան, այդ ընթացքում նաև երկրաշարժ եղավ, որից շատ խիստ ես վախեցա, երևի շատերդ եք զգացել այդ պահը, թող որ անցած լինի եւ ինձնից ձեզ խորհուրդ, եթե ինչ-որ մի բանից վախ եք զգում, այդ պահին անմիջապես մեկ բաժակ, լիքը բաժակով սառը ջուր խմեք եւ անմիջապես դուք ձեզ հանգիստ կզգաք, սիրելի հետևորդներ ջան։ Անմիջապես էլ այդ հայտարարությունը տարածեցին, որ եղել է, դե քանի որ մենք Հայաստանում ապրում ենք երկրաշարժի գոտում, դա երբեմն կրկնվում է, ինչևէ միշտ խաղաղ անցնի, թեթև ցնցումները դե ոչինչ, միշտ էլ դա երկրագնդի գործունեությունն է ու շատ չվախենաք, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս վախը թող որ անցած լինի եւ բոլորիս հանգիստ երեկո լինի եւ ընդհանրապես հանգիստ ապրենք մեր ապրած կյանքի օրերի մեջ։ Այդպես, ես էլ ճիշտ ասած նման դեպքերից միշտ լավ զգացողություններ չեմ ունենում, քանի որ ես էլ այդ տարիներին ապրել եմ մեծ երկրաշարժի այդ ամեն ինչի միջով անցել եմ, ինչևէ դրա համար էլ մեր մեջ վախը կարծես թե նստվածք է տվել, բայց անցած լինի։ Հիմա այս անուշաբույր ռեհանը մաքրելով մեր տրամադրությունը բարձր պահենք եւ մեզ լավը զգանք, ինքներս մեզ տրամադրենք, լավ մտքեր մտածենք եւ այդպես մեր այդ ժամերը թեթև անցնեն թող։ Մնացել է մեկ կապ, այդ մեկ կապն էլ հիմա կբացեմ, նաև ուզում եմ ասել, որ այս պոչերը, որ այսպես առանձին հավաքել եմ, սա էլ եմ ուզում չորացնել, մի ժամանակ կաղամբի թթվի մեջ էի օգտագործում, առաջի անգամ էի ուզում փորձել, լսելով, կարդալով, այդպես համացանցից կամ ծանոթ մարդկանցից, հետո որ նկատեցի կաղամբին գույն է տալիս, մի քիչ այդ պահը դուրս չեկավ, հետո շուտ հանեցի, եթե այդ մասին լավ խորհուրդներ գիտեք, կարող եք դուք էլ ինձ խորհուրդ տալ, ինձ հետ կիսվել եւ ես կվերցնեմ ձեր խորհուրդները, այն որ տեսնեմ ինձ հարմար է, ինձ դուր է գալիս, քանի որ ճաշակին ընկեր չկա, սիրելի հետևորդներ ջան, նաև շատ-շատերը կոմպոտների մեջ են օգտագործում, թե են պատրաստում, ես դրանք էլ չեմ անում, ահա, իսկ եթե դուք անում եք, կարող եք դա էլ գրել եւ կիսվենք մեր արած դրածով։ Ինչքան էլ որ այս ընթացքում անընդհատ ես ինչ-որ իմ գործերով ձեր հետ կիսվում եմ, այնպես չի, որ ես գիտունիկ եմ, ամենագետ եմ, ես էլ կուզեմ ձեր խորհուրդները լսել, ես էլ ձեզնից ինչ-որ մի բան սովորել ու ձեր ասածը կիրառել։
Իսկ այս պոչերը խոսքս այնտեղ կիսատ մնացա, ուզում եմ չորացնել ու էլի համացանցում եմ կարդացել, որ չորացնում ենք, հետո բլենդով աղուն փոշիացնում ենք։ Ես էլ ունեմ այդ տիպի բլենդը եւ կարող եմ փորձել, եթե հաջող ստացվի, իմ փորձով կկիսվեմ, իսկ եթե դուք արդեն իսկ արել եք, դուք էլ կարող եք ձեր փորձով կիսվել եւ այդպես լավ շփում առաջացնել այս մեր մեծ YouTube-յան ընտանիքում։ Բոլորիցդ շատ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ ջան, անverջ կարող եմ ձեզ շնորհակալություն ասել։ Դուք էլ ինձ ձեր ջերմությունն եք փոխանցում եւ ես էլ ինձ շատ լավ եմ զգում։ Երբ որ ամռանն ենք ուզում չորացնել, քանի որ շոքից թարմը պահելու համար վաճառողները ջուր են ցանում, ու եթե հանկարծ մի փոքր ուշացնում ենք խնամել, մշակել կանաչիները, ներսից կարծես թե փչանում է, բայց սա քանի որ առանց ջուր էր, դրա համար էլ այսքան լավ դիմացել է։ Ինչ որտեղ նաև այդ պատճառով մի փոքր հետ գցեցի այս գործը, ու հիմա արդեն հանգիստ վիճակով մաքրում եմ։ Ահա, քիչ մնաց տերևները մաքրելուն, ավարտում եմ արդեն, 1-2 հատ է մնացել, որից հետո հոսող ջրի տակ մի քանի ջուր կլվամ, ցամքոցում մի քիչ կթողնեմ եւ այդպես ըստ իր կանոնների շարունակություն կտամ։ Հիմա կլվամ ռեհանը, մի քանի ջուր, որը պարտադիր է, սիրելի հետևորդներ ջան, ինչքան մաքուր, այնքան հանգիստ։ Երբ որ ջուրը լցնում ենք, կարող ենք մի քիչ այսպես թողնել, որ տերևներին կպած բոլոր բաները պոկվեն։ Մի 5 րոպեից կմոտենամ, այս ջուրը կթեքեմ դուրս կգա, հետո մի քանի ջուր հոսող ջրի տակ կպահեմ ու ցամքոցի մեջ։ Այդ 5 րոպեն անցել է, հիմա տեսեք, թե ինչ ջուր է դուրս գալի ռեհանի տերևներից։ Տերևն ինքը սառը ջրին գույն չի տալի, ահա, բայց ջուրն էլ արդեն մաքուր չի։ Չգիտեմ, այդպես երևի չփոխանցվի, բայց ամեն դեպքում դե գիտեք, որտեղ պարտադիր է լվանալը։ Այն ամենափոքր տերևիկները ջրի հետ հոսում են, ամենաներքևում մի քիչ հող է նստած նույնիսկ, եւ հենց այդ հողն էլ վտանգավորություն է դառնում, որը պետք է ազատել ռեհանի տերևներին այդ հողից, ահա։ Այսպես մինչև ողջքան ենք տնում, որ այդ հողի փշրանքներն էլ գնան, եւ նորից։ Ավելի հանգիստ լինելու համար ջրից հանում ենք ռեհանը ու ցամքոցի մեջ ենք տեղավորում եւ այդ ամենաներքևի հողի փշրանքները մնում է ջրի մեջ։ Եվ այսպես պատրաստամ եմ ռեհանի տերևները մի քանի ջուր լվանալուց հետո, ահա, ցամքոցի մեջ է, կտեղավորեմ էլի այստեղ, մի քանի անգամ կհետևեմ, որպեսզի տաք ու երես անեմ, տերևների արանքների ջուրը դուրս գա, հետո կփռեմ սրբիչի վրա, արդեն փռել եմ սրբիչի վրա, սիրելի հետևորդներ ջան, ու այս համով գործով էլ վլոգս ավարտեմ, լավ եղեք ու միշտ լավ գործերի մեջ եղեք, առայժմ, մինչ հաջորդ վլոգ։